Եվրասիայի տարբեր շրջաններից հավաքված 101 հնագիտական նմուշները Դանիայում ենթարկվել են լաբորատոր ուսումնասիրությունների, պատասխանները քննարկվել են հայ եւ օտարազգի մասնագետների հետ ու համոզվել, հայերն իրոք այն եզակի ազգն են, որի ԴՆԹ-ն անխաթար եւ ուղիղ կապ ունի Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում, այսինքն 5000 տարի առաջ ապրած մարդկանց գենետիկայի հետ։ Մեր հնագույն ու հիմնադիր ազգ լինելը ապացուցել են Կապանի եւ Սևանի ավազանի ներքին գետաշենի հնավայրերի գտածոները։ Մի աննախադեպ ծրագիր է իրականացվում ամբողջ Եվրասիայի տարածքի բնակչության, հնագույն բնակչության, բրոնզի դարի 3000 թվական մթա մինչև 1000 թվական մթա այդ ժամանակներն ընդգրկող հասարակությունների պոպուլացիաների գենետիկ նկարագիրը վերհանելու միտված այդպես ուսումնասիրություններ են կատարվում։ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքում գտնվող բրոնզե դարի նյութերը ունեն այնպիսի գենետիկական պատկեր, որը համարյա թե ոչինչով չի տարբերվում ժամանակակից այսօրվա, դա խոսում են այն մասին առաջի հերթին, որ մենք ունենք շարունակականություն ունենք, այսինքն անընդհատ այստեղ բնակվել է ժողովուրդ, որը ունի բավականին խոր արմատներ եւ այսօր մենք ներկա ենք այստեղ մեր հողի վրա։ Խոլաթթվի տարածված կիրառումը սննդամթերքների մեջ կարող է աստիճանաբար փոփոխել պոպուլյացիայի գենետիկական կազմը։ Դոլորես Ղափանցյանի ներկայացրած բացահայտումը ֆոլաթթվի եւ երկաթի մասին է, որոնք օրենսդրական մակարդակով ու միջազգային կազմակերպությունների պահանջով հնարավոր է շուտով խառնվեն Հայաստանում իրացվող ալյուրին։ Երկաթը անհրաժեշտություն է մարդու օրգանիզմի համար, բայց դա բավարար չափով կա սննդի մեջ, իսկ ֆոլաթթուն ըստ մասնագետների սինթետիկ հավելում է եւ փոքր դոզայով կիրառելու դեպքում կարող է օգտակար լինել, բայց միայն երիտասարդ ու վերարտադրողական տարիքի կանանց։ Նա հանդիսանում է բազմաթիվ ցիտոքրոմ համակարգերի մեջ մտնող բաղադրիչ եւ մասնակցում է էլեկտրոնների տեղափոխմանը եւ այլն, բայց մենք խոսում ենք այն երկաթի մասին, որը օրգանիզմը կարող է յուրացնել։ Երկաթը հանդիսանում է միևնույն ժամանակ օրգանիզմում իր կենսաբանական նշանակությամբ ամենաուժեղ ռադիկալային ռեակցիա առաջացնող տարրը Բջջային հյուսվածքների ախտահարում, քաղցկեղ, ուղեղի հետ կապված հիվանդություններ, տղամարդկանց հորմոնալ խնդիրներ, որոնք հանգեցնում են անպտղության։ Սրանք ֆոլաթթվի եւ երկաթի հավելումների գերդոզավորման արդյունքն են։ Տարիներ առաջ Չիլիում կիրառված փորձի հետևանքով քաղցկեղով հիվանդների թիվը շեշտակի աճել է։ Այդ երկրի իշխանությունը խոստովանել է, որ պատճառը ալյուրի հետ խառնված ֆոլաթթվի բարձր դոզան է՝ 2.6 միլիգրամ։ Հայաստանում այդ վտանգից խուսափելու համար դոզան կրկնակի իջեցվել է առանց հաշվի առնելու, որ հայերը չիլիացիներից 3 անգամ ավելի շատ են հաց ուտում։ Հետևաբար մեզ պարտադրվում է երկաթի ու ֆոլաթթվի ոչ թե գեր, այլ սուպեր դոզավորում իր բոլոր հետևանքներով։ Մեր գենետիկական կազմը, որ էվոլյուցիայի process-ում հիմնադրված, հաստատված, ամբողջացած մի հզոր գենետիկական գենոֆոնդ ունենք, մենք ամբողջ աշխարհում միակը ամենահին ժողովուրդներից մեկը լինելով հանդերձ, հիմա աստիճանաբար ֆոլաթթվի եւ այդ երկաթի մուտացիաների հետևանքով, մուտացված գեների հետևանքով այնքան զգուշորեն եւ այնքան աննկատ փոփոխության կենթարկվի։ Ֆոլաթթվի ազդեցության տակ պոպուլյացիայի գենոտիպը փոխվում է այնքան դանդաղ, որ այդ մուտացիայի արդյունքը ոչ ոք չի նկատի։ Հայ մասնագետները բացահայտումները ներկայացրել են առողջապահության նախարարությանը, եղել է պատասխան։ Ծրագիրը գործողության մեջ կդրվի անկախ ամեն ինչից, նույնիսկ չի իջեցվելու արհեստական հավելումների դոզավորումը, քանի որ հակառակ դեպքում UNICEF-ը այլևս անվճար չի տրամադրի սարքավորումներն ու արհեստական հավելումները։ Ֆոլաթթուն ու երկաթը ալյուրի հետ խառնելու գաղափարի հեղինակն ու իրագործողը Միացյալ Նահանգներում գործող FFI կազմակերպությունն է համաշխարհային բանկի, առողջապահության համաշխարհային կազմակերպության, UNICEF-ի աջակցությամբ։ FFI-ի գլխավոր տնօրենն ու քարոզչության պատասխանատուն հրեաներ են, մինչդեռ Իսրայելը նույնիսկ չի ուզում քննարկել սննդի մեջ արհեստական հավելումներ ավելացնելու հարցը, դա համարելով ազգի ապագան վտանգող երևույթ։ Կդառնա Հայաստանը փորձաճագար թե ոչ, պարզ կլինի կառավարության մասնագիտական ու աշխարհաքաղաքական գիտելիքների մակարդակից։ Եվրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանը արդեն հրաժարվել են ֆոլաթթվի ու երկաթի արհեստական հավելումներից։ Նաիրի Հոխիկյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։